եթե իրավական գնահատական որևէ մեկը եւ ոչ իրավական ես տամ, դա այն որ Սամվել չի մեջ, մենք պետք է գնանք Սամվել Կարապետյանը պետք է այդ մեկ վարքյան դեր ձեռնարկված կալանավորված ամեն ինչից անկախ չեմ վախենել բարից, բայց հույս ունենք, որ դատավորը իր վճռի մեջ կլինի օրենքի սահմաններում եւ ոչ այլ իշխանություններով, ոչ այսօր ինչպես բոլորս տեսանք հերթական անգամ արձակում հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա եւ երկրի վարչապետի աթոռը գրոհած պահած մարդը ինչ անում որևիցե մեկը կարա բացատրի ինչ անում եթե մեր սրբազան հայրերը կալանավորված են ու որևիցե տեղ որևիցե մեկը մտածում է սա ինչ-որ քաղաքական խոսույցների պատճառով կամ քաղաքականության մեջ առնվելու պատճառով, ասա ինչի պատճառով է, սա ինչի համար է, ուր ենք գնում սենց, ինչի ենք լռում կամ ովքեր որ լռում են բարեփոխումներ այսպես չեն անում, այսի խայտառակություն, հա, այս ուղղակի չեմ կարող ես հանրային բառ գտնեմ, որ ասեմ, այլ ձեր ներկայությամբ, թե սա ինչ է, ունենք եպիսկոպոս եւ 6 հոգեվորականներ 8 արդեն ինչ ասեմ ժողովուրդ ջան ուր ենք գնում ենք թուրքացման գնում ենք ինչ եկեղեցին են ուզում փակեն ինչ են ուզում առածել այս մարդիկ մարդ ասելուց են մարդ վատ ասում ոչ մարդ ասում այս չի կարա շարունակել եւ այս ամեն ինչի մեջ ներողություն եւ ես հայտարարում եմ ու ժողովրդին դիմում եմ մեր հայ ազգին, ասում եմ ժողովուրդ ջան, մեր միակ փրկությունը, մեր միակ քրիստոնյա մնալու փրկությունը Սամվել Կարապետյանի ազատումն է, Սամվել Կարապետյանի շուտապույտ ազատումն է, մեր մեջքին կանգնելը, որ մենք այս խայտառակությունից դուրս գանք ուղղակի։ Այսպես չի կարող շարունակվելու համատեքստում, փոխածին եք հայտնել հավաքի մասին, թե ժամ ավելի հստակեցնել ունեք այս պահին ինֆորմացիա։ Հստակ որոշում կա, քիչ ավելի էլի այս ֆորմատը խոսքն տալիս հայտարարել շատ բառ ունեցիք բռնապետական ասել կարելի է մեր իրավական ընկերներին խնդրել իրանք ավելի լավ իրավական կամ հայտարարությունա խոսելու իրավունք ունի, ոչ կարծիք հայտնելու իրավունք ունի, գնացել են եկեղեցի ինչ անեն, դուք ով եք դառը եկեղեցու դուռը փակեք, ով է եկեղեցու դուռը փակում մարդու դեմ, ով կարա իմ եկեղեցու դուռը իմ դեմ փակի, ես չկարողանամ մտնեմ եկեղեցի, Աստծուն խնդրեմ, որ այս վատ ժամանակներից օգնի, որ դուրս գանք, զենքով գնալ եկեղեցի, մասկով գնալ եկեղեցի, խոմ դուք հիվանդ չեք, չի կարելի, չէ, ես ես հավաստիացնում եմ, ներքին համոզմունք ունեմ, մեր ոստիկանները, այն մարդիկ, ովքեր որ երևի թե, բայց ներքին համոզմունք ունեմ, անկեղծ ասած, որ ճարահատյալ գնում են այդ քայլերին, իմ կարծիքով ամաչած գլուխները բռնած են տուն մտնում, տնեցիք, որ հանկարծ չիմանան, երևի այդ մասկեքը դնում են, որ տնեցիք չիմանան, որ իրանք են գնացել մտել եկեղեցի, իմ կարծիքով այդ տղեկներ սրտները տրաքում է, որ ուզած-չուզած այդ հրահանգները կատարում են։ Բայց այլընտրանք ունեն, չէ՞, պարոն Ալեքսանդր։ Իրավական մասով անկեղծ ասած Զարա ջան, դուք էլ գիտեք, ես երկու բարձրագույն կրթություն ունեցող տնտեսագետ եմ, իրավական մասով չեմ կարող ասեմ, այլընտրանք ունեն հրահանգ անել կատարելու, թե չէ, այսօր անկեղծ ասած ընկերներից հարցրել եմ, վсё-таки կարան չանեն, թե չեն կարա չանեն, զերծ կմնամ այս պահին մեկնաբանել։ Հանրահավաքի մասին էլ հանրահավաքի մասին քիչ
1.5 ժամից կասեմ։ Եղավ։ Ես եմ շնորհակալ։ 1.5 ժամից կմոտենանք։ 3 չեք մրսել, չէ։ Չէ։ Всё։